մեզ կպահի։ Ջաղա չեն հիմնե 7 Արտաշես Ամիրյանի պատմությանը մեր նկարահանող խումբն անդրադարձել էր դեռ անցյալ տարի։ Նախախնամության թե Աստծո ողորմության շնորհիվ անցյալ տարի հուլիսին պատահաբար Մայր տաճարում ամենայն հայոց կաթողիկոսի ուշադրությունը գրավել էր Արտաշեսի որդու 6-ամյա Սարգսի աղոթքը։ Թերևս ցերեկային ժամին, երբ արարողություններ չեն եղել, երեխայի ձայնը լսել է եղել տաճարում։ Հայոց հայրապետն օրհնել է տղային եւ ուշադրությունից չի վրիպել երեխայի հոր առողջական ծանր վիճակը։ Հայրապետը հետաքրքրվել եւ պարզել է պատճառները։ Օրեր անց Արտաշեսին հրավիրել են մայրաթոռ եւ հայտնել, որ հայրապետի տնօրինությամբ կարող է մեկնել Հնդկաստան պրոթեզավորման։ 1.5 ամիս տևած բուժումներից հետո Արտաշես Ամիրյանը վերադարձել է Հնդկաստանի Կալկաթա քաղաքից, որտեղ կնոջ հետ միասին հյուրընկալվել է Հայոց մարդասիրական ճեմարանում։ Պրոթեզավորման, բժշկական հետազոտությունների, միջամտությունների ծախսերն ամբողջությամբ հոգացել է մայրաթոռը։ Ես այնտեղ տեղավորվել եմ իմ կնոջ հետ մի առանձին սիրուն երկու սենականոց տնակի մեջ, ինձ բարձր մակարդակով ընդունել են, սպասարկել են սնունդով, տարել են բուժման հետազոտությունները բոլոր, զակազ են տվել իմ պրոթեզը, շատ լավ, տիտանովի, եւ այս ձողը Ռուբեն խաղում է, աչ ձախ, նշանակում է, որ ես միտեղ թեք ընկնեմ, չի ջարդվի կամ ես չեմ ընկնի, ինքը թեքվում է, ոնց որ բնականն է թեքվում։ Կրունկը, որ ոնց որ ամորտիզացիա անի, ինձ քայլաստի, ինձ ուշ տան։ Այսինքն ամենաբարձր մակարդակով կազմակերպվել է, չի խնայվել ոչ դասին, ոչ որակին, ոչ արժեքին։ Հայոց հայրապետը մարտի 25-ին ընդունեց Ամիրյանների ընտանիքին։ 90-ականների մարտական գործողություններին մասնակցած Արտաշեսը հպարտությամբ է խոսում Ֆիզուլիում, Կապանում, Քարվաճառում իր զինվորական ծառայության մասին։ Ամենածանրը Օմարի Լեռնանցքի մարտական դիրքերում է եղել, որտեղ խիստ ցրտի պատճառով ոտքերը ցրտահարվել են։ Մարտական ընկերները ստիպված են եղել կոշիկները կտրելով ոտքերից հանել։ Ցրտահարության անդառնալի հետևանքները երկար սպասել չեն տվել։ Բժիշկները այլ ելք չունենալով ստիպված են եղել անդամահատել աջ ոտքը։ Անոթների խցանման եւ զարգացող փտախտի պատճառով որոշ ժամանակ անց Արտաշեսը ձախ ոտքը եւս կորցնելու վտանգի առաջ է կանգնել։ Սակայն Հնդկաստանում հետազոտություններից հետո բժիշկները եզրակացրել են, որ երկարատև բուժումը եւ վիրահատական միջամտությունը թույլ կտան ոտքը փրկել։ Հայոց հայրապետի հետ հանդիպումն ու նրա հայրական օրհնությունը ստանալն իր կյանքի այս բարդ փուլում նա համարում է բացառապես Աստծո ողորմածություն, աստվածային նախախնամության արդյունք։ Եթե միջոցները հերիք էր, այսքան բան կաներ իմ համար մենակ իմ հայրը։ Բայց իմ երկնային ամենակարող Բարձրյալի հայրը իր ներկայացուցիչը, որ այդ գային նստացրել է ցմա, մեր վեհապարը, ամենայն հայոց կաթողիկոսը, ինձ ողորմած, իր ձեռանց այս դուռը բացեց իմ համար, իմ ընտանիքի համար, ես ահագին բարելավում ունեմ, խոսում եմ նախկինից ավելի լավ, միտքս պայծառ, քրտինք չունեմ, ես քայլում եմ, անգամ ես ծնկի եկա, իմ շնորհակալությունը, իմ խոնարհումը, իմ երախտապարտությունը ասեցի դրանով հայտնեմ։ Վեհապար հայրապետն Արտաշեսին քաջառողջություն մաղթեց, պատգամեց զորեղ մնալ հավատքի մեջ։ Նորին սրբությունը հորդորեց նրան բարձր պահել լավատեսության ոգին, սերն ու նվիրումը։ Արցախյան պատերազմների հետևանքով վնասվածքներ ստացած տասնյակ զինվորականներ Գարեգին II ամենայն հայոց հայրապետի անմիջական օժանդակությամբ բուժվում եւ պրոթեզավորվում են արտասահմանի լավագույն բուժհաստատություններում, վերականգնում կյանքի որակը։ Անուշ Առաքելյան, Արթուր Մանուչարյան, Եկեղեցական կյանք։